Բենի Անսար նավահանգստում միգրանտները բախվում են Մարոկոյի ոստիկանության և թագավորական ժանդարմերիայի աշխատակիցների հետ, երբ անվտանգության ուժերը փորձում են կանխել նրանց մուտքը դեպի իսպանական Մելիա էքսկլավ։ Իրավապահները ծխային նռնակներ են արձակում, օդում քարեր են թռչում, մեքենաներ են այրվում, վնասվում ոստիկանական ավտոմեքենաներն ու հանրային գույքը։ Բախումները տեղի են ունեցել այն ժամանակ, երբ հարևան իսպանական Սեուտա էքսկլավը կանգնած էր Մարոկոյից ժամանողների աննախադեպ հոսքի առջև։ Ըստ հաղորդումների, ընդամենը մեկ օրում Մարոկոյից Սեուտա էր անցել գրեթե 50,000 մարդ։ Սահմանն անցնելու փորձի ժամանակ առնվազն 55 մարդ էր զոհվել։ Սեուտայում մնացած միգրանտներն ուրբաթ գիշերն անցկացրել են մայթերին ու հանրային տարածքներում։ Այդ ընթացքում իսպանական անվտանգության ուժերն աշխատանքներ էին տանում էքսկլավի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու ուղղությամբ։ Քաղաքացիական գվարդիայի նավերը հսկում են ափամերձ գոտին, իսկ իրավապահները միգրանտների խմբերին հեռացնում են առանձնացված գոտիներից։ Ուրբաթ ժամը 20-ի դրությամբ անվտանգության ծառայության պաշտոնյաները գնահատել են, որ շուրջ 53,000 մարդ կամավոր վերադարձել է Մարոկո։ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսն այցելել է Սեուտա, Մարոկոյից միգրանտների աննախադեպ հոսքից հետո։ Իրավապահները վարչապետին ներկայացրել են սահմանային հսկողության համակարգերը և տեսախցիկների այն կադրերը, որոնցում երևում է միգրանտների հոսքը սահմանային ցանկապատի մոտ։ Տեղացիները երկրի ղեկավարին դիմավորել են բողոքի ակցիայով։ Սանչեսն ասել է, որ իր կառավարությունը համակարգում է աշխատանքները Մարոկոյի իշխանության հետ քաղաք մուտք գործած տասնյակ հազարավոր միգրանտներին վերադարձնելու նպատակով։ Իսպանիայի կառավարությունը Սեուտա քաղաքի կողքին է։ Մենք լիովին կիսում ենք այն տագնապալի իրավիճակը, որն ապրում եք։ Ես տեղի ունեցածը որակել եմ որպես հարձակում եւ Իսպանիայի տարածքային ամբողջականության խախտում։ Սեուտան իսպանական քաղաք է եւ այստեղ կատարվածն արժանի է մեր լիակատար պարսավանքին ու դատապարտմանը հնարավոր ամենախիստ մակարդակում։ Ճգնաժամը նաև դիվանագիտական վեճի պատճառ է դարձել։ Իտալիան կոչ է արել կասեցնել Իսպանիայի անդամակցությունը Շենգենյան գոտուն, ինչի պատճառով Մադրիդը բողոքի նոտայով կանչել է Իտալիայի դեսպանին, իսկ Ֆրանսիան ուժեղացրել է հսկողությունը Իսպանիայի հետ սահմանին։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Սեուտայի տեսարաններն անվանել է անընդունելի, պնդելով, որ Եվրոպական միությունը թույլ չի տա մարդկանց մուտք գործել իր տարածք, շրջանցելով իր օրենքներն ու կանոնակարգերը։ Իտալացիները միգրացիոն խիստ միջոցներ են պահանջում ԵՄ ղեկավարությունից։ Ես բարկացած եմ, բայց ոչ թե ներգաղթյալների, այլ միջազգային իրավիճակի համար, որը պատասխանատվություն չի ստանձնում Հյուսիսային եւ Կենտրոնական Աֆրիկայի տարածաշրջանում տիրող չափազանց ծանր հումանիտար ճգնաժամի համար։ Եվրոպական միությունը պետք է անի ավելին։ Եվրոպական երկրները դժվարությամբ են հաղթահարում միգրացիան, մեղադրելով միգրանտներին հանցավորության եւ սոցիալական խնդիրների համար։ Իտալիան եւս վատ վիճակում է, չափազանց շատ միգրանտներ կան։ Գերմանիայում եւ Դանիայում նույնպես նրանց թիվը շատ մեծ է։ Իռլանդիան եւ Անգլիան նույնպես հասկացել են։ Նրանք վերցնում եւ ազատվում են բոլորից, վճարում են աֆրիկյան որևէ երկրի եւ բոլորին ուղարկում այնտեղ։ Ֆինլանդիան աջակցել է Իսպանիայի համար Շենգենյան գոտին փակելու Իտալիայի վերջնագրին։ Հելսինկին պաշտոնապես աջակցել է այն երկրի համար սահմանները փակելու գաղափարին, որն իր կարծիքով ընդունել է սեփական անկարողությունը միգրացիոն ճգնաժամի առջև։ Իսպանիան լիովին տապալել է ներխուժումից Շենգենյան գոտու արտաքին սահմանի պաշտպանությունը, սա չի կարող շարունակվել, հայտարարել է Ֆինլանդիայի ներքին գործերի նախարարը։ Մարիա Ռանտանենը նշել է, որ այն երկրները, որոնք չեն կատարում արտաքին սահմանի պաշտպանության պարտավորությունը, չեն կարող լինել Շենգենյան գոտու անդամ։ Ալինա Սահակյան, Էպիկենտրոն։